Այս տեսանյութը ժամանակավոր դնեմ գովեստի խոսքերը հանած մնացածը մեջ Հայր ջան, ճիշտ է ասում, Հարութը եթե ճիշտ եմ հիշում, պրոստը ես չեմ ուզում հրապարակեմ իսխափողներին, մի արեք Հայր ջան, ոչ թե հիասթափվում եմ, այլ օտարվում եմ ձեր քայլերից, կան շատ անապահով ընտանիքներ, որ արժան են օգնության, դուք այն մարդիկ, ովքեր փորձում են ժողովրդի համար խաբեությունով, ձեր պատճառով այդ մարդկանց չեմ կարողանում օգնել։ Հենց որ ժամանակավոր այս տեսանյութը տեղադրում եմ, եթերից հետո կջնջեմ, հիմա եթերի մեջ։ Բարի երեկո ժողովուրդ ջան, այսօր մի բանի մասին եմ ուզում խոսամ, ես մի շաբաթ առաջ Տարոն Սարգսյանի էջում տեսա, որ իրան խաբել է մի հատ պապիկ ինչ-որ, ու դա ինձ թվում է առաջի դեպքը չի, երբ իրան խաբում են, ժողովուրդ ջան, ես մենակ այդ մարդկանցից մի բան եմ ուզում իմանամ, դուք ամոթ չեք անում, ժողովուրդ, այդ единственный տղեն է, որ հանրապետությունով մեկ որտեղից զանգում են գիշերվա ժամը 2-ին էլ լինի, 1:30, 12-ին, 2-ին, լայվը անջատում է, հասնում է ժողովրդին օգնելու ժողովուրդ։ Այդ գումարը, որ դուք վեկալեցիք, եթե դրա կարիքը չունեք, ունի այն մարդը, մի հոգու հաշվեք, մի կարիքավորի գումար դուք վեկալել եք, ում որ իսկապես կարիք ունի, ում որ երեխան է հիվանդ, ով որ ուտելիք չունի, ով որ տուն չունի, ով որ առողջական խնդիր ունի։ Ժողովուրդ, մի ինչի եք խաբում այդ տղին, ինչի համար, единственный մեր Հայաստանի մեջ այդ մի տղեն է մնացել, որ բոլորի զանգին փորձում արձագանքի, մի քիչ ուժ, մի քիչ շուտ, մի ամիս ուժ, մի ամիս շուտ, ժողովուրդ ջան, այդ մարդը սրտանց գնում է բոլորին օգնելու, մինչև գիշերվա ժամը 2 լայվ է անում, այդ լայվի ժամանակ անջատում է, զանգում եք, հասնում է այդ մարդը օգնելու, ինքը ինձ էլ է եկել օգնել, ժողովուրդ ջան, գիշերվա ժամը 4-ին եկել է, հասել է Լոռու մեր տուն ընձի օգնել գնացել է, ցավները տանեմ, ինչի համար եք, եթե դուք դրա կարիքը չունեք, կամ եթե ունեք, խի եք ձևանում, այդ մարդուն դիմեք որպես մարդկային կերպով դիմեք, իսկ թվում է ինքը ավելի լավ կօգնի, ավելի շատ ու ավելի հպարտ ձևով ձեզի կօգնի, ինչի եք խաբում, ինչի եք հուսաթափանում այդ մարդուն, ինչի եք դուխաթափանում, ինչի եք այդ մարդու արածը բանանում, գետնով տալի, այդ единственный մարդն է մնացել մեր Հայաստանում, էլի եմ ասում, որ ամեքի զանգին ուզում արձագանքի, կարող է այդ պահին չի կարում, կարող է մի քիչ ուշ է գնում, կարող է կեսին չի կարում, մի ուրիշը կօգնի ձեզ, բայց մի արեք ժողովուրդ, եթե կարիքը չունեք, մի խաբեք այդ տղին, ինքը արժանի չի դրան, Տարոն ջան, ցավդ տանեմ, քեզ առողջություն, երջանկություն, ընտանիքիդ, հարազատներիդ, Աստված լիքը 2 ձեռով պահի, ցավդ տանեմ, քեզ համբերություն եմ մաղթում ես։